Եվ Քրիստոսը ամեն այրմեր որերգենս ես սուրբ եղեցի անուն քո եղեցի արքայություն քո եղեցին գամ քո որպես երգենս եւ երգրի ըս հաց մեր հանրաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եւ մեկ տոնք մերոց բանանած եւ մի դանիրս մեզի փորձություն ալպրգյազ մեր ճարե զիքոյ արքայություն եւ զորություն եւ բարքավիդյանս ամեն ողջույն քեզ Մարիամ Լիշնորոք դերն քեզ, օրտնյալ ես դու իգանայս, և օրտնյալ է բդո որովայնի քո Հիսուս, սրբի Մարիամ, մայր ասծո, բարախոսյա վասն մեր մաղավրացս այժմ և իժամում ահվան մերո ամեն, բարքոր և որդվո և ոգվույն սրպո, այժմ շվավիդյան սարդենից ամեն, տակուի իմասության աղոտյա վասն մեր, աննհոր և որդվո և ոգվույն սրպո, ամեն. Ինչպես միշտ սկսենք հարցումներով հարցում չունինք շատ բարի ուրեմն այսօր վերջացնում ենք Անգանակ հավադո և ուրեմն այդ մասը որ այսօր պիտի տեսնենք իհարություն մերելոց իտադաստան սարդենից հոգվասի մարմնոց արկայություն երգնից և իգյանսն հավենագած և երբ որ խոսում ենք Հիսուսի թագավորության մասին թագավորությունը ոչ քո վախճան ինչևից է ուրեմն իհարություն ներելոց քրիստոնյա հավատքի ամենամեծ խոչընդոտը սա է ինչպես հասկանանք մեր ներհարությունը որքան որ փորձենք բացատրել չեն կարող շատ բան ասել որ հասկանալի մի բան լինի եւ նույնիսկ երբ որ գնայինք Հիսուսի հարությանը Հիսուս մեռավ ավասի երրորդ օրը հարություն արավ բայց ինչու երբ որ առաքյալները իրեն տեսան չճանաչեցին նույն Հիսուսը չէր անշուշտ նույն Հիսուսն էր երկու բան տեսնում ենք այդ բոլոր մեր գրծածածը հարությունեն վերջը ինչ որ տեսնում ենք 4 ավետարանների մեջը այն է որ Հիսուս չի ասում որ ես եմ բայց եւ այնպես բոլորն էլ հասկանում են որ ինքն է որ կանել ռիսկ չեն անում կամ չեն համարձակում հարց տալ իրեն թե արդյոք իրապես ինքն է կամ ոչ այդ հարցը չի դրվում ինչու որովհետև այնտեղ մի բան կա որ իրապես իրենց վստահեցնում է որ սա է այդ հարուցյալ Հիսուսը նույնիսկ երբ որ տեսնում ենք Թոմասը որ երբ որ իրենք ասեն որ մենք տեսանք եւ Թոմասը ինչ է ասում մինչեւ որ ես չի տեսնեմ եւ ցերկս չի տնեմ այդ ծագին մեջը չի տնեմ իր գողին մեջը ամբողջ ցերկս չեմ հավատալ եւ երբ որ Հիսուս գալիս է նորեն չի հասկանում նորեն ինքը չի ասում Հիսուս է որ իրեն ասում է որ արի թիր մատդ թիր ցերկդ եւ դես եւ նաեւ հոնդեղը տեսնում ենք որ Հիսուս հաճախ ուդում է հարցնում է ուդելիք պամոնիկ ուղղասի ավետարանի մեջը ուդում է իրենց հետը
Եվ կարդում ենք Սուրբ Պետրոս, որ ասում է առաքյալների գործերի գրքին մեջը, որ 40 օր Հիսուս իրենց հետ էր, քարոզում էր եւ իրենց հետ կուտեր կխմեր։ Ուրեմն, բայց իր մարմինը հարուցյալ մարմին է, հարուցյալ մարմինը, որ կարիք չունի ուտելու, եւ արդյոք ինչպես հասկանանք մարսողությունը, հարուցյալ մարմինը ինչպես մարսում էր, չգիտենք, չենք կարող հասկանալ, բայց եւ այնպես մենք գիտենք, որ հոն հարուցյալ Հիսուսը ունի հատկություններ, որ ոչ թե որովհետև ինքը Աստված է, այլ որովհետև հարուցյալ մարմին ունի։ Եվ ուրեմն այդ հարուցյալ մարմինի կարևոր կետերեն մեկը այն է, որ այլևս բադը, թուրը իմաստ չունի իրեն համար։ Ինքը կարողանում է մտնել այդ սենյակը, երբ դռները կոց են եւ բաց տեղը չի գա, եւ հեշտությամբ իրեն արջևը ինքը անհայտանում է։ Տեսնում ենք Էմաուսի պատմության մեջը ավասիկ այդ երկուսը, որ Հիսուս գալիս է, խոսում է իրենց հետ եւ վերջը հրավիրում են, որ ինքը նստի հաց ուտե իրենց հետ կամ իրենց տունը մնա եւ ավասիկ ընտրքի ժամանակ Հիսուս հաց առնում է, օրհնում է եւ որ իրենք այդ իրենց կերածը հաղորդություն է, Հիսուս իրենց տալիս է իր ամբողջ էությունը այդ հաղորդության մեջը եւ այլևս չեն տեսնում իրեն, Հիսուս անետանում է։ Սա կարևոր մի բան է եւ նաեւ ոնդեղ խելպարգելիք բանալ չէ։ Հավասիկ ասանք այս երկուսը, որ այնքան մտահոգված էին եւ շատ վատ վիճակի մեջ էին, իրենց ամբողջ հույսը խանգարված էր, մոտ էր, որ իրենք հուսահատության, վհատության մեջ լինեն։ Բայց հավասիկ Հիսուս երբ որ հացը տալիս է իրենց ավակին սորվեցնել են վերջը եւ այդ սորվեցնելը եւ հաց տալը մենք կարող ենք ասել, որ նրա բոլոր բادرակները անիգա է։ Մեկ կողմեն Աստծո խոսքը, որ մենք մեկնաբանում ենք եւ հետո որ մենք այդ մասնակցում ենք այդ Սուրբ Սեղանին։ Հիմա երբ որ գուտեն մի բան փոխվում է եւ տխուր լինելու փոխարեն, որ այլևս Հիսուսին չեն տեսնում, ավասիկ իրենք ամբողջովին նոր կյանք են ստանում եւ կամաց 11 կիլոմետր եկած էին, որովհետեւ Էմաուսը 11 կիլոմետր է Երուսաղեմից, ավասիկ իրենք այդ ճանապարհը որ արել էին եւ եկած էին իր հանգստանան, ավասիկ երբ որ Հիսուսին հետ այդ հանդիպումը տեղի ունենում է եւ Հիսուսին ընդունում են Սուրբ Արքյան մեջը, իրենց մեջը նոր երանգ մգա երթալու, վերադառնալու 11 կիլոմետր եւս կայլելու։ Հասկանամ, որ այդ ժամանակվա մարդիկը շատ ավելի երկար սովորություն էին կայլելու, քան թե մենք այսօր ունենք, բայց եւ այնպես 22 կիլոմետր բավականին ճանապարհ է կարծեմ, չէ՞, մեկ օրվա համար։ Բայց խոսքը դրա մասին չէ, խոսքը Հիսուս որ իրենց հետն է,
մեկ վայրկյան հետո իրենց այլևս չեն տեսնում իրեն եւ ճանաչելն է, որ այնքան խոսում է եւ այդ Հիսուս խոսած ժամանակը Փեշավորության իրենք ասում են մեր սրտերը ճմլվում էր երբ որ ինքը խոսում էր այո այդ ամենը գա բայց եւ այնպես չեն կարողանում տեսնել Հիսուսին կամ ավելի ճիշտ է ճանաչել Հիսուսին այդ անձին մեջը արդյոք ցերկերի վերքերը չտեսան նորեն սրանք հարցումներ են որ Աստվածաշունչը մեզի բացատրություն չի տալիս միայն գիտենք որ փոփոխություն կա բայց նույն անձն է եւ սա ոչ թե որովհետեւ Հիսուս Աստված է այլ սա նաեւ պիտի լինի մեզանից յուրաքանչյուրի հետ այս անգամ ասացի որ մեկն է որ ես եմ այս տարիքին ինչ որ եմ հիմա կամ ինչ որ էի 3-4 տարեկան եղած ժամանակ 20 տարեկան եղած ժամանակ եւ նաեւ երբ որ մտածում ենք այդ սա միշտ ինձ համար բան եղած է տաղումների ժամանակ երբ որ տաղումի ժամանակ կտեսնեմ անդկարը որ գտնեն ավտոմեքենայի արջևը եւ գնայիմ տակային մեջը երբեք իրարու չեն նմանիր դժվարություն ունիմ նույնիսկ ընդուները որ նույն անձն է եթե ես տեսած չլինեի եւ այդ երկու նկարները ինձ ցույց տային որպես նկարներ ես երբեք չեմ որ այդ երկուքը նույն անձիկն են այո մեծ փոփոխություն կա բայց ամենակարևորը որ մեկն է ամենակարևորը այն է որ այդ եսը որ հիմա ես մեզանից յուրաքանչյուրը ունի իր եսը այդ նույն եսն է որ հարություն դառնա պիտի ունենա մարմին առանց մարմինի չպիտի լինենք մարմինը եւ հոգին երկուքը չեն կրնասել երկու բան են որովհետեւ երկու չեն մեկ են եւ անոնք որ մեռած են հիմա եւ սպասում են նորեն սպասել բառնալ շիդակ չէ որովհետեւ սպասելու համար ժամանակ պետք է այդ ժամանակը գոյություն չունի իրենց համար իրենք հավիտենականության մեջ են ուրեմն այդ մահացողը մինչև աշխարհի վերջավորությունը այդ հարությունը լման չէ ինքը մինչև որ չմիանա երկուքը չմիանան եւ լինի այդ անձը որ ենք հիմա ուրեմն հարությունը պիտի լինի երբ որ ես վերա կենտանանամ հարություն գարնեմ մահվանից հետո եւ նույնիսկ մահվանից հետո եթե դա պիտի լինի 500,000 տարի հետո 2 միլիոն տարի հետո տարբերություն չներ որովհետև ժամանակ գոյություն չունի այսինքն եթե սխալ ձևով ուզենանք ասել կարող ենք ասել որ մերներեն վերջի մենք ամիջապես հարություն բիդարնենք բայց այդ ձևով եթե խոսելու լավ սխալ է ծայր սխալ է դա չէ ինչ որ եկեցին գսորվեցնե բայց ժամանակ չի կա ժամանակը վերջանում է այդ վարգյանը որ ես կմեռնիմ այդ օրը որ ասած ինձ այլևս
86,400 վարգան չի դալիս, մի քանի վարգան բագաս է դալիս, այդ օրը կյանքը վերջանում է, որովհետև կյանքը ժամանակն է։ Մարդկային կյանքը, մեր կյանքը, որ ինչպես որ մենք ճանաչում ենք, այդ կյանքը ժամանակի մեջն է։ Կյանք ժամանակեն դուրս այլևս հավիտենական կյանքն է, եւ այդ հավիտենական կյանքը չպիտի մտածենք, որ մենք պիտի ունենանք մեռնելուց հետո։ Ոչ, մենք մեր մգրդության վարգանին մենք այլևս մասնակցում ենք այդ հավիտենականությանը, Քրիստոսի հավիտենականությանն է, որ մենք մասնակցում ենք, մենք այդ կյանքն է, որ ապրում ենք, շնորհի կյանքը մենք ապրում ենք աշխարհիս վրա, բայց որքան որ մենք ապրում ենք այդ հավիտենական կյանքը, բայց դա խաթարված է եւ հնարավոր է, որ մենք կորսնցնենք մեղքի պատճառով, մեղքի հետևանքով։ Մենք կարող ենք վերա ընդունել այդ հավիտենական կյանքը խոստովանանքով եւ զղջումով, այսինքն Աստծո ողորմությամբ հաշտվենք Աստծո հետ, ավասիկ ամեն ինչ կփոխվի։ Բայց այդ վերածնունդը, որ տեղի ունեցավ մեր մգրդության ժամին, դա մեկ հատ է։ Ասկի առաջ ասել եմ, որ մեկ մգրդություն կա մեղքերի թողության համար, որ սա կա տեղի ունեցավ եւ տեղի ունենում նորեկների հետ, երբ որ մգրդվում են, որ մեկ տարիքի որ լինեն մի քանի ժամվա, մի քանի օրվա կամ 90 տարեկանին տարբերություն չներ, երբ որ իրենք մգրդվում են, ունենում են հավիտենական կյանքը։ Այդ հավիտենական կյանքը, որ մենք ունենում ենք եւ աշխարհի վերջավորության, այդ ինչ որ տեղի բիդոնենա, եկեցին մեզ ասում է, ինչ որ Հիսուս ինքը սովորեցեց նաև մանավանդ Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխի մեջը, որ դատաստան տեղի բիդոնենա։ Եվ հոս պիտի մտածենք երկու դատաստանի մասին։ Նորեն, երբ որ խոսենք երկու դատաստանի մասին, նշանակի երկու ժամանակ է, բայց իրականության մեջ ժամանակը գոյություն չունի։ Այդ վարգյանը, որ ես կմեռնիմ, այդ վարգյանը ես դատվում եմ, բայց այդ դատաստանը որքան որ Քրիստոս ինքն է, որ այդ դատաստանը անում է, Հիսուս ասում է, որ ինքը չեկավ դատելու, ինքը եկավ բրգելու։ Ուրեմն այդ դատաստանը, որ տեղի ունենում, անձնական բավան վարգյանին դատաստանը, որ տեղի ունենում, իմ ամբողջ կյանքի պատասխանն է, որ ես պատասխան պիտի դամ այդ ամենին եւ դա իրականության մեջը ոչ թե հոն մեկը կա կամ Պետրոսը, Սուրբ Պետրոսը կամ ուրիշ մեկը, որ ինձ պիտի գարտա իմ սխալները, ոչ։ Ես հատուկ լույս պիտի ստանամ, որբեսի ես ինձ ճանաչեմ եւ ճանաչեմ իմ ամբողջ էությունս։ Այսօր մասին որի շարիտով ուսամ գուզեմ շատ երկար խոսալ,
բացատրելու համար, որ մենք ով ենք եւ ինչ ենք լինում։ Հոսե Սուրբ Հովհաննես ասում է, մենք հիմա գիտենք, որ Աստծո զավակներ ենք, բայց ինչ պիտի լինենք, ապակային չգիտենք, չենք հասկանում։ Մենք չենք հասկանում, մենք չգիտենք, բայց բարձ է եւ այդ գեդը ինչ կլինենք ապակային հիմնված է մեր արարքների վրա։ Ուրեմն մեր արարքները, որքանով մենք բարի գործեր ենք անում, որքանով մենք սեր ենք ցույց տալիս, սա լինում է մեր էությունը։ Սխալները, որ մենք անում ենք, սա անշուշտ մեզ ետ է գցում։ Որքան մենք լավ բան ենք անում, բայց այդ լավն ալ մենք տեսնում ենք, որ առանցին չենք կարող անել։ Հիսուս ասում է, ոչինչ չեք կարող անել առանց ինձ։ Այս ամենը պետք է իրապես մտածենք, առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Ուրեմն այդ ամեն լավ բաները, որ մենք անում ենք, եւ այս շրջանը, որ մեզ բակի շրջանն է, բահ բռնողները, ծոմ բահողները, այս ամենը որքանով միայն արտաքին է, որքանով իրապես ներքին մի բան է, որ դեղի ունենում, եւ բահկը, սմաբահությունը, աղոտքը, այս ամենը որքան բանն ողորմածությունը եւ ողորմածությունը, երբ որ մտածելու ենք, ոնդերը կան ողորմածության ֆիզիկական արարքներ եւ հոգեվոր արարքներ։ Ասենց մասին կարող ենք մենք փնտրել եւ ավելի լավ հասկանալ այդ ամեն արարքները, 14 տարբեր արարքներ, մեկ մասը ֆիզիկական ողորմություն է, որ ցույց կտանք մենք ուրիշի անտեպ, եւ 7 հատալ հոգեվոր բան ողորմություն է, որ մենք ցույց կտանք։ Ասած մասին եկեղեցու հայրերը շատ խոսած են եւ նաեւ կաթողիկե եկեղեցու բան կրոնագիտության գրքի մեջը բավականին բացատրություն կա այս ամենի մասին։ Ուրեմն այդ ողորմությունը, որ մենք կնենք Աստծո օգնությամբ, սա ոչ թե թուրսեն մի բան է, որ գալիս է մեր վրա, որովհետև ինչ որ թուրսեն գալիս է, հետս չեմ գնահատանի։ Այլ ինչ որ ես անում եմ, ես փոխվում եմ, իմ էությունը փոխվում է, եւ այդ փոփոխությունն է, որ ինձ դարբեր անց պիտի դարձնե, եւ այդ դարբերությունը, որ պիտի լինի իմ մեջս, կախում պիտի ունենա իմ բոլոր արարքներիս որպես հետևանք։ Նիսեք, որ հարցում չունիք։ Չէ, ունենք, վարդապետ ջան։ Այստեղ այս աշխարհի վրա մենք բոլորս ունենք անբավարարելի թախիծ, անջնջելի թախիծ ունենք։ Հիմա ստացվում է, որ երբ նույնիսկ եթե արքայության մեջ լինենք, քանի դեռ մարմինները մեզ չի միացված, այդ նույն թախիծը էլի պիտի ներկա լինի մեր մեջ, հա։ Մինչև որ իսկապես մաքրվենք։
Բայց այնտեղ նույնպես ստացվում է, որ լիարժեք չենք լինում, լիակատար չենք լինում։ Առանց մարմին մենք բայց նորեն ինչ որ ասում եմ, որ հոս է ամենադժվար կետը, որ ժամանակ չի գա, որպեսզի ես զգացումներ ունենամ, ժամանակ պետք է, բայց ժամանակ չի գա, հավիտենականություն է, սպասել չի գա, սպասելու համար ժամանակ պետք է, միտքս փոխելու համար ժամանակ պետք է, զգալու համար ժամանակ պետք է, այդ ամենը այլևս վերջանում է, ժամանակը վերջանում է, եւ դրա համար փոփոխություն հնարավոր չէ մահվանից հետո, բայց հոս մենք գալիս ենք այդ մեծ չափազանց մեծ խնդրի, որ սորվեցնում ենք եւ սովորում ենք գավառանի մասին եւ երբ որ հին ժամանակ գավառանի մասին կխոսեին որ ասկանդարի կամ ասկանի թար գավառանի մեջ պիտի մնաց կամ նույնիսկ երբ որ խոսում են այդ մարդկանց մասին որ այսօր գտնվում են գավառանի մեջ եւ արդյոք որքան ժամանակ է իվեր գտնվում են գավառանի մեջ սա սխալ հասկացողություն է որովհետեւ այդ ամեն մակրությունը որ տեղի պիտի ունենա այո բայց ժամանակեն դուրս առանց ժամանակի ինչպես հասկանանք չենք հասկանալ եւ միակ ցավը որ գնամ ես ասել այդ վարգանի որ ես գմերնիմ այդ ամեն մակրությունը անմիջապես դեղի բիդոնենա եւ այդ մակրությունը բիդի լինի երբ որ խոսում ենք գավառանի մասին եւ գավառանի դարաբանքի մասին այդ ամենը դեղի բիդոնենա նույն վարգանին հոս լավ հասկանալու համար ասված գիտենալով այդ ամեն աղոթքները որ ուրիշները պիտի անեն ինձ համար այդ ամենը այդ վարգանին արդյունքը պիտի դա իմ մեջս եւ մենք պետք է իրապես շատ լուրջորեն մտածենք աղոթել մեր հանգուցյալների համար բայց ոչ թե հայկական ցևով որ առաջին դարին մի քանի անգամ ճաշկերույթ կա եւ վերջ եւ նաեւ մեկ օրմերելոցին քերզման գերտան քերզման օրտնել գուտան սա չէ աղոթքը որ մեր հանգուցյալները գարիք ունին մեր հանգուցյալները գարիք ունին որ մենք ամեն օր աղոթենք երբ որ բادرակի գերտանք մեր բادرակները մատուցենք մեր հանգուցյալների համար բայց դժբախտաբար չունենք անձիկ ովքեր այս ամենին բացատրությունը տան եւ նաեւ բաննա արաքելական եկեցին բռնած թիրքը ամբողջովին դարբեր է դա դարբեր է գսեմ բայց միշտ կողմեն ակին բաներ կա որ մենք նույնը ասում ենք բայց դարբեր ցևով ասում ենք իրենք ալկանտունին որ պետք է աղոթք լինի անկցյալի համար բայց իրենք ասում են որ սկիզբը չէ Սրբի Թերեզա Ավիլացի որ ասկի 500 տարի առաջ ապրած է Իսպանիայի մեջ ինքը աղոթում էր որոշ անձանց ովքեր 1000 տարի առաջ մեռած էին
20,000 տարի առաջ մեր հրաձեին։ Հատուկ անձեր կար, որոնց համար ինքը աղոթում էր։ Եվ Տերեզան, ավելացի Տերեզան ճանչված է որպես եկեղեցու դոկտոր։ Ուրեմն մենք պետք է աղոթենք անցյալների համար։ Եվ այսօր պետք է ասել, որ արևմտյան եկեղեցու մեջը լատիներեն կողը այս կետը շատ ավելի լուրջորեն ընդունված է եւ ընդունվում է, բացատրություններ է դրվում, որ իրավես հիանալի է այդ ամենը։ Ուրեմն մերած վարգյանս ասած ամեն ինչ գիտի եւ նաեւ հոն է որ եթե ես այսօր մեզանից յուրաքանչյուրը մենք չենք գիտեր մեր բաբիգին բաբիգը ինչպես է կյանք ապրեց որքանով աստծո մոտ էր որքանով հնարավորություն կար բայց եթե ես աղոթեմ եւ ուշադրությամբ աղոթեմ այս մարդկանց համար Աստված ով գիտե որ ես պիտի աղոթեմ եւ ասել մասին ես խոսել եմ ասկի առաջ բանը Padre Pio-ն որ կաղոթեր եւ բաբիգին համար որ շատոնց մեռած էր բաբիգը կաղոթեր որ ասած իր բաբիգին բանդա խաղաղ մահդա մեղքերի թողություն եւ խաղաղ եւ ինքը ապահով էր որ ասած գիտենալով որ 50-60 տարի հետո իր թորնիկը պիտի աղոթե իրեն համար պետք եղած շնորները դված է որբեսի իր բաբիգը զղջա իր մեղքերի համար եւ ունենա արիտը բան ներում ընդունելու ողորմություն ընդունելու եւ կարողանա երկինքեր տալ եւ ուրեմն առաջին բանը որ մենք պիտի մտածենք եւ միշտ քաչալերենք մեր չորս կողմը բոլորին քաչալերենք որ աղոթենք մեր հայ բանկցիաների համար ընդանուր հանգուցյալների համար աղոթենք եւ նաեւ հատուկ կերպով աղոթենք մեր անձավորների համար աղոթենք որ ասած իրենց դա պետք է շնորհը որբեսի իրենք ողորմություն ստանան եւ կարողանան այդ ողորմությունը ստանալով երկինքեր տալ աղոթենք որ ամենաառաջ երկինքեր տան եւ նաեւ աղոթենք որ կավարանը իրենց կավարանը ավելի ցետև լինի այսօր իմ բաբիկներս մայրական բաբիկս 76-77 տարի առաջ է որ մահացավ մինչև այսօր ես իրեն համար պատարակներ կմատուցեմ հայրական բաբիկս հայրս չամուսնացած ինքը մահացած է ուրեմն 90 տարին ավելի գա որ մահացած է ես իրեն համար ալ կաղոթեմ տատիկներս համար ալ կաղոթեմ նայ ծնողքս եւ կարող եմ ասել որ երբ որ ես ծնողքիս համար կաղոթեմ տատիկներիս համար ասած ամեն համար որ կաղոթեմ եւ իրենց միջամտությունը որ կխնդրեմ ես տեսնում եմ արդյունքը այդ իմ աղոթների օգնությունը որ գալիս է ինձ այդ մեր նոների Երանի շատ ավելի մարդիկ
հասկանային այս իրականությունը եւ կորցածեին, որովհետեւ սա չափազանց մեծ քանցման է սուպերի միությունը, որ մենք բոլորս Հիսուսի մարմնի անդամներն ենք, սա չափազանց կարևոր մի բան է, որ մենք իրար կարող ենք օգնել, պետք է օգնենք եւ կարող ենք մեր ամբողջ կյանքը փոխել։ Եվ երբ որ մենք աղոթում ենք մեր անձավարած համար, մենք մեզ օգնում ենք, նույնիսկ եթե մենք իրենց մեջ չխնդրենք, որ մեզ օգնեն, բայց իրենց օգնությունը հասնում է մեզ։ Եվ նաև, երբ որ մենք մտածում ենք այս երբ որ մենք մտածում ենք սուրբերի միության մասին, որ մենք բոլորս մեկ մարմին ենք, ուրեմն, երբ որ ես կարողանում եմ ավելի լավ կյանք ապրել, ես օգնում եմ գալող սերունդներին։ Որովհետև մեր կյանքը, երբ որ լավ օրինակ է լինում, այդ լավ օրինակը օգնում է գալիք սերունդներին։ Կոնե 2-3 սերունդ կօգնե։ Սա նորություն չէ, որ ասում եմ, բայց ով գրկնում է։ Եթե մտածենք, այսինքն, երբ որ նոր Հայաստան եկա եւ այս բաների մասին խոսում էի քույրերի հետ եւ իրենց բացատրություն էի տալիս այս ամենի մասին, հիշեմ քույրերուսակ անգամ ինձ հարցուց, ասեց հայրանոն, ասր մասին քրություն կա, կամ ասիկա կու կաղապարը թե։ Սոր այո քրություններ կա, բայց ասի քրություններեն եւ ամեն ինչ են զատ, ամենակարևոր կետը այն է, որ նայիր եթե խրկիտ կբարկի կամ ոչ, հնարավոր է, որ այդպես բան լինի, կամ ամբողջովին հակառակ է եկեցու սորվեցածին։ Ավելի եւ ավելի կարող եմ ես ձեզ բացատրել եւ փաստել, որ այո, մեր կյանքը մենք առանցին չենք, երբեք առանցին չենք, մեր ամեն մի արարքը, եւ սա է, ինչ որ, այսինքն, երբ որ գարտում ենք ավետարանը, եւ Հիսուս ասում է, որ երբ որ իրար սիրեք, սա է, որ մարդկանց բաննա վկայություն բիդելլա իր մասին։ Բայց երբեք մենք մտածում ենք դրա մասին, որ երբ որ ես եղբայրսիրություն եմ ցույց տալիս, ես դա անում եմ եւ այդ դա անելով ես վկայություն եմ տալիս Հիսուսի մասին։ Մենք մեր ռիա կյանքը ապրում ենք առանց այս ամենուն մասին մտահոգվելու, մտածելու, որևէ մի բան անելու։ Գիտեմ, որ պատասխանը չունեք, բայց հարցը դրանից չի կորչում ոչ միտեղ։ Աստվածաշնչի մեջից գիտենք, որ Ենովքն ու Եղիան մարմնով անցան երկինք բարձրացան։ Մարմինները այս ժամանակի մեջ բնակվող մարմին էին։ Ինչպես անժամանակ տեղը անցան։ Ինչպես է բացատրում եկեղեցին։ Կամ թեկուս Մարիամ Աստվածածնի, ես օրինակ, եթե մարմինը լիներ,
ու ինքը վերափոխում է լիներ այդ մարմնով վերափոխվեց այնտեղ Քրիստոսի նո Քրիստոսը պայծառակերպված ձեր արդեն հարուցյալ Քրիստոս էր իսկ իրենք այս ժամանակի մարմնով անցան Հիմա ondեղը երբ որ խոսում ենք Երնով եւ Եղիա Աստվածաշունչը հստակ չի բացատրում թե ինչ եղավ եւ ինչպես եղավ որ կամ որ Եղիայի համար ասում են որ կրակե բայց կորձիկներով երկինք բացացավ բայց ինքը մուսկում են նաև երբ որ խոսում ենք բանի մասին Մովսեսի մասին Մովսեսն այո մերավ բայց ավասիկ տեսնում ենք որ Մովսեսը եւ Եղիան խոսում են Հիսուսի հետ Հիսուսի չարչարանքեն առաջ այս ամենը մենք 100% մեկնաբանություն չունենք բայց եւ այնպես ուն գեդը այն է որ երբ որ գարտում ենք մանավանդ Եղիան պատմության մեջ է բայց Ենովկը պատմության մեջ չէ այդ իմաստով որ չափազանց հին բան մնե որ պատմություն չի գար այդ ժամանակ պատմական աշխարհը անոր մասին չէ խոսքը եւ ոնդերը ինչ որ խոսում ենք եւ գարտում ենք բանը Ադամը քանի տարի ապրեց իր զավակները ինչ տարի քանի տարի ապրեցին ինչ գիտեմ այդ ամենը ոչ թե պատմական թիվեր են այլ ավելի շատ այդ ամենը մեզ ինչպես բանաստեղծության միջոցով մի կարևոր ճշմարտություն է որ բացատրում է ուրեմն նույնիսկ Ենովկի բանը չմերնելը մի բանաստեղծություն է որովհետև ինչ որ գարտում ենք շատ հետաքրքիր է որ այդ անցիկ որ ապրում են ամեն մեկի մասին ասում է որ մեկը 800 տարի ապրեց 900 տարի վերջի իջնում է վերջի հետ 7 այս ամենը ցույց տալիս է որ այդ անցիկ որքանով արդար մարդիկ էին եթե ոչ իրական տարիք չէ երբեք մեկ մտածել մտքի ծայրեն մի անցնուր որ մենք ունեցել ենք պատմության մեջ անցիկ ովքեր 600 տարի ապրել են կամ 300 տարի ապրել են չի գանան բայց ասիգա աստվածաշունչի բանաստեղծությունն է որ մեզ ասում է որ որքան մեղքը շատացավ կյանքը այնքան գարժից ավելի գարջ եղավ եւ ուրեմն Ենովք շատ մաքուր կյանք ապրած է շատ արդար մարդ եղած է այնքան արդար եղած է որ բանաստեղծորեն ասվում է որ ինքը չմեռավ նաեւ մենք մեր բան հոգեանքության բաժնում ենք Ենովք եւ Եղիան աղավնակերպ բան գտնվում են երկնքում սա ամենը բան չէ պատմական չէ եւ պետք է հասկանանք որ մեր հավատքը շատ ավելի բան հասկանալի է քան ինչ որ ոմանք կուզեն բառացիորեն առնելով բանը
Իսկ երբ որ գուքանք Մարիամի մասին, Մարիամի խնդիրը ամբողջովին տարբեր է։ Հիմա Մարիամի համար հարցը միայն այն է, որ եկեցին այդ կետը 1950-ին, երբ որ եկեցին հայտարարեց Աստվածամոր վերափոխումը, բայց Աստվածամոր վերափոխումը այդ ժամանակ տեղի չունեցավ։ Չմոռանանք, որ Գրիգոր Լուսավորիչը առաջին եկեղեցին, որ ինքը շինեց Էջմիածին, այդ եկեղեցին Աստվածամոր վերափոխման անունով էր։ Ինքը ընդունած էր եւ հայ եկեղեցին միշտ ընդունած է Աստվածամոր վերափոխումը։ Բայց ինչպես այդ վերափոխումը տեղի ունեցավ։ Ուրեմն արևելքի մեջը, այսինքն արևելյան եկեղեցին, մենք հայկական եկեղեցին արևելյան եկեղեցի ենք եւ հույները, որ ավելի որքան որ Հունաստանը արևմուտք է, բայց հունական եկեղեցին, որ ավելի այդ Սուրբ Պողոսի շրջանը, որ ինքը կարոզել, հոնդերը նույնիսկ Եգիպտոսը, որ հոն իրենք շատ զորավոր էին եւ բանգնի, ուրեմն իրենք երբ որ խոսում են Աստվածամոր մասին, ասում են, որ Աստվածամայրը չմեռավ, հարություն արավ առանց մեռնելու։ Իսկ արևմուտքի մեջը ասում են, որ մեռավ եւ հարություն արավ։ Հիմա կարևոր չէ եւ եկեցին մեզ այդ ազատությունը տալիս է ընդունելու մեկը կամ մյուսը։ Բայց ինչ որ պիտի ընդունենք, այն է, որ Աստվածամայրը, որ երկինք վերափոխվեց հարուցյալ մարմնով։ Ինչ որ մեզի պիտի բադահի աշխարհի վերջավորության, արդեն Մարիամին բադահեց, երբ որ ինքը երկինք վերափոխվեց։ Սա կարևոր կետ է եւ սա է ինչ որ եկեղեցին սորվեցնում է։ Հայրանդոյնի խոսքը չի ասի։ Եկեղեցին վարդապետությունն է, բայց եկեղեցին բաննա ազատ թողնում է, որ որոշ եկեղեցականներ խոսին ննչելը, Աստվածամոր ննչեց եւ հարյավ վերափոխվեց։ Եվ ուրիշներ ասում չէ, մեռավ, բայց որքան որ մեռավ, իր մարմինը չպտեց։ Ժամանակ չէ, երկար ժամանակ չդեվեց, որ իր հարությունը տեղի ունեցավ։ Մի քանի ժամ, մի քանի օր միայն, բայց հարություն արավ։ Իր մարմինը հարուցյալ մարմին է, որ գտնվում է իր որդու հետ։ Որքանով հստակ է իմ բացատրածս, չեմ գիտեր։ Կարող եք մտածել, եթե ուրիշ հարցեր ձակեն ձեր մտքին մեջը, հարցեք, եթե կարող եմ կպատասխանեմ։ Ես հարց ունեմ, Հայր Անտոն, եթե կարելի է։ Լսում եմ։ Այս վերջերս մի տեսահոլովակ տեսագրություն տեսա, այնտեղ ասվում էր, որ հոգիները զգացմունք չունեն, այսինքն իրենք չեն զգում ոչ ուրախություն, ոչ տխրություն։ Ինչքանով է դա ճիշտ։ Ես կուզեի ավելի դայեկություն ունենալ, թե ինչ կուզեն ասել, երբ ասեն, որ հոգին զգացում չունի։ Եթե մտածենք ֆիզիկական, ֆիզիկ բանը, մարմին չունին, որ մարմնական զգացում ունենան։
Եվ եթե մենք կարծենք, որ ուրախությունը կամ դխրությունը մարմնային է, անշուշտ չունին իրեն կանիգա։ Բայց երբ որ մենք կմտածենք բան հոգու մեր էության մասին, մերած անձը երբ որ մակրվում է, վերջանում է այդ մակրությունը, բայց մինչև որ այդ մակրությունը լինի, կարող է շատ դարաբի, եթե բավական մարդիկ իրեն համար չաղոտեն, պիտի դարաբի, որ մակրվի։ Բայց մեկ անգամ որ մակրվեց, այլևս միայն ուրախություն է, որովհետև այս աշխարհքիս վրա մենք բոլորս փնտրում ենք ուրախությունը։ Սա է, եւ ինչ որ լինի, բամը չի գա մեր կյանքին մեջը, որ կարող է մեզ կոհացնել։ Եվ նույնիսկ իմ ուզածից 1000 անգամ ավելի շատ լինի իմ ստացածը, որովհետև ես գիտեմ, որ պիտի գործընծնեմ, գիտեմ, որ պիտի մեռնեմ, այդ գիտելիքը արդեն իմ մեջս քին ձանր մի բան է, որ գա։ Իսկ մեռնելուց հետո այլևս չգա իմ մեջս որևէ մի վտանգ, որ պիտի գործընծնեմ, եթե ես արժանացա Աստծո ողորմությանը եւ ընտնեցի ես այդ ողորմությունը, այլևս ես ինձ դուրս պիտի լինեմ ուրախության մեջը, եւ այդ ուրախությունը իսկապես չափազանց մեծ ուրախություն է, որովհետև այդ ինչ որ կուզեմ, այդ ամենը ստանում եմ, եւ այլևս ուրիշ բան չի ստանամ։ Բաժակը լեցուն է, ուրախության բաժակը լեցուն է, բամը չի գա, որ բագաս է այդ բաժակին մեջը։ Աստված ինքն է, որ դալիս է, բայց ինչ է, որ Աստված դալիս է մեզ։ Իր ամբողջ էությունը։ Սա է գեղեցկությունը։ Բամը չպիտի մաքսի մեզի։ Իսկ տարբեր անձիկ, տարբեր ուրախություն պիտի ունենան, սա նաև շատ հստակ է, որովհետև որքան մենք սեր ցույց կտանք, որքան մենք Աստծո օրենքներին համաձայն մենք ապրենք եղբայրսիրության մեջ, որովհետև ամենակարևորը սա է, ինչպես որ Սուրբ Օգոստինոս սկսե սիրե եւ ուզածը տրե, բայց ոստեղը սիրելը մեր ծևով չի հասկանա, այլ Հիսուսի ծևով սերը որ կա սիրեցեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի, երբ որ ես այդ տեսակ սեր ունիմ իմ մեջս, ամբողջովին տարբեր մի բան է։ Սիրե եւ ուզածը տրե։ Երբ որ այդ ծևով իմ մեջը սերը երթալով ավելանում է, որքան ավելանում է, իմ բաժակը մեծանում է։ Հիսուս ինքն է, որ այդ բաժակը ոչ թե միայն լեցնում է, այլ մեծացնում է, որ ավելի դեղ առնի իր մեջը։ Եվ Սուրբուի Տերեզան Ֆրանսայի Սուրբուի Տերեզան բանը երդասարտը ուրեմն երբ որ աշխատում է բացատրել խոսում է այդ մատնոցը որ կա որ գրնաս լեցնել եւ կա բաբային մեծ բաժակը երկուքն լեցուն են բայց բարունակությունը ամբողջովին տարբեր է չէ որքան մենք սեր ցույց տվեցինք մեր բաժակը այնքանով մեծանում է եղավ
Այո, շնորհակալ եմ անչափ։ Լավ, ուրիշ հարց ունեք։ Այո, հայր Անտոն, ինձ մի հատ հարց է հետաքրքրում։ Մահից հետո մենք ճանաչում ենք իրար։ Անպայման, Այսինքն եթե անպայման միջանաչենք եւ այդ անձանց, որ մենք աշխարհից վրա շատ մոտիկ էին մեզի եւ շատ սիրած ենք, նաեւ պիտի շարունակենք սիրել։ Դրա համար ես կասեմ, որ այդ ամեն անձիկ, որ մահացած են եւ քեզ կսիրեին, աղոթե իրենց համար եւ խնդրե իրենց օգնությունը եւ դες ինչպես քեզ կօգնեն։ բարձր շնորհակալություն։ Այսինքն որ ես մահանամ, գնամ, դες այնտեղ տատիկս ինձ ուրախությամբ կդիմավորի, հա, այդ ձևի։ Նորեն, երբ որ գխոսենք դիմավորելու մասին, դիմավորելու համար ինչ պետք է։ Աղոթել։ Դարածք պետք է, որ մեկ կողմը մյուս կողմը երտասկաս անտիպումի համար, բայց մեր անտիմումը պիտի լինի դարածքից դուրս, ժամանակից դուրս, դարածքից դուրս։ Հեշտ Հայր չի Անտոն, հասկանում։ Այո, մի ուրիշ հարց էլ առաջացավ ինձ մոտ։ Այդ դեպքում ինչպես պետք է լինի կնոջ եւ ամուսնու հարաբերություններ։ Իրենք պետք է ընտեղ իրար ճանաչեն ու ինչպեսի սիրով սիրեն իրար։ Այնտեղ չի լինելու, չէ, կին եւ ամուսին հասկացողություն, կին եւ ամուսին հարաբերություն։ Բոլորս պետք է լինենք հրեշտակների նման։ ինչ որ Հիսուս ասում է, չէ՞։ Երբ որ գուկան Հիսուսին եւ հարց կտան հարության մասին, Հիսուս ասում է, որ մերներեն հետո այլևս մարդիկ պիտի լինեն հրեշտակների նման եւ սրային հարաբերություն չի։ Միություն չափազանց կարևոր է, որ միությունը պիտի լինի, բայց այդ միությունը պիտի լինի ոչ թե մի դրամարդ եւ մի գին, այլ միություն, որովհետեւ սա մի բան է, որ մեզանից յուրաքանչյուրը ամենը ավելի մենք ցանկանում ենք լինել մեկ եւ այդ մեկ լինելը պիտի լինի Հիսուսի մարմնի մեջը, բոլորս միացած ենք եւ Հիսուսի մարմինը եկեցին կլինի Հիսուսի հարսը եւ Հիսուս կլինի փեսան եւ հոն կլինի միություն, որ սերական միություն չէ, շատ ավելի խորն է, քան թե սերական միությունը։ Շնորհակալություն պատասխան համար։ Գիշեմաս կե մի քանի տարի առաջ էր Վասիկ Պատեր եւ Դիգին խոսում են իմ ներկայությանս եւ բան ասում են որ որքան իրար կսիրեն բանգենեն եւ դրամարտը բանրա որ մերնելեն հետո ինքը նույն սիրով պիտի մնա իր գնոջ հանդեպ կինեզավ այս աշխարհի վրա կպավե մեր սերը ոնդեղ նույնը պիտի լինի այսինքն այդ խոսքերով կինը ասում էր որ ինքը այնքան ալ կոչ է այս իր ամուսնու սիրուց չեմ գիտեր եթե հասկացաք ինչ ասի Այսինքն նույն ձևի են խռովվածությունը, եթե որ խռոված լինեն, այս աշխարհում չսիրեն, նույն ձևի էլ չէ, այդ ամենը պիտի փոխվի, որովհետև խռոված չպիտի մնա, միայն սեր պիտի լինի ոնդեղ, բայց այս աշխարհից վրա, երբ որ խոսում է, ինքը չի կարողանում հասկանալ, թե պիտի կարողանա ամեն ինչ մորնա եւ ամբողջությամբ ներե իր ամուսնույն այդ ամեն ինչ որ քաշեց այդ մարդուն ցերկը բոլոր ամուսնացածները նույնը գրնան խոսիլ չէ
որակին դարաբում են, դարաբեցին իրենց ամուսնին ասեն եւ դամարտը եւ գինը որքան դարաբում են որովհետեւ ամուսնությունը երկու կոտրված մարդիկ են որ աշխատում են իքին ամեն ինչի իրար հետ ապրել բայց մյուս կողմը այլևս կատարյալ սեր է նույնիսկ եթե այդ կատարյալը չի գա այս աշխարհից վրա Okay, ուրիշ հարց այսօր այսքան նայենք կալ ուրբաթ օրը այլևս գխոսիմ որովհետև շատ ժամանակ չունենք զատգվա մասին Հիսուսի չարչարանքի մասին խոսիմ ձեզ Ես էլ եմ ուզում մեկ հարց տալ եթե լսում եմ լսում եմ հարցը ուր է Հա, հիմա լսում եք, անջատվեց ինտերնետը դուրս ընկա։ Ողորմության մասին եմ ուզում հարցնել, Հայր Անդոն, բացի նյութական օգնությունից, ասենք, կարիքի մեջ գտնվող մարդկանց նյութապես օգնելուց, բացի դրանից դուրս, էլ ինչն է ողորմություն հաշվվում, ասենք ինչ որ մեկը հիվանդ վիճակում է, ծանր վիճակում է, օգնում ենք, խնամում ենք, դա եւս ողորմություն է հաշվվում։ ողորմությունը նաև երբ որ գերտասիրենք այցելես Արդեն ողորմություն է դա, հա։ Անշուշտ դեսեք Էլ ուրիշի անկիր հիմա մտքիս մեջ չի գա բայց ես այսօր վաղը այդ 14 ողորմությունները որոնց մասին բան եկեսին մեզ սովորեցնում է Լիլիթին գսեմ որ դրա մասին է ուզում հասնել որոնք Լիլիթին գսեմ որ մեր էջին վրացն է եղավ շնորհակալ եմ եղավ մեկ հարցը բայց երկուշաբթի օրը գիտել հա անգարաչելար լավ հայրենդ մեկ հարցը ես կարող եմ տալ Հայր Անդոն դա դուր ինչ չեմ իսկ որ ողորմություն տալիս անում ես փորձում ես շատ անել անում ես դրա միջոցով մարդու մեղքերից թողություն տրվում է իրականում մեղքերի թողությունը եթե ծանր մեղք է միայն խոստովանանքով է եւ խոստովանանքի խորհրդով է ծանր մեղքերը բայց դեպի մեղքերը այո ողորմությունը ճնճում է այդ մեղքերը բայց ծանր մեղքերը որ կան այսօր նաեւ ինչ որ պետք է գիտենանք մենք մեղքի մասին մեղքը միայն ներում չէ որ բանջում է այլ կավություն պետք է մենք այդ այսինքն եթե մեկը կառավարության դուրքը չի վճարեց ժամանակին վերջը կվճարե բայց նաև չի վերջանալ միան վճարելով պետք է նաև դուրք վրան ավելալ բան գա դուրքը որ պիտի վճարե նույնն մեղքն է մեղքը երբ որ ես ասուզուս ներողություն կխնդրեմ եւ կանան մեզի շատ քիչ բաներ գսե մեր բայրմեր գսե կամ այրմեր գսե որ մեղքերով համար ասես սա չի բավեր շատ ավելի բաներ մենք պետք է անենք իրականության մեջ
որպեսզի այդ մեր մեղքերի կավությունը ամբողջովին լինի եւ մենք պետքություն չունենանք կավարանի մեջը մեղքերի համար դարաբենք եղավ Շատ լավ շատ բարի Շնորհակալություն Հայրանդոն։ համեմատություն է։ Աստված ձեզ բարի գիշեր Բարի Բարի գիշեր։ գիշեր, Բարի գիշեր։ շնորհակալություն։